Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ստեղծել Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հունգարական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հունգարիայի վարչապետի միջև։ Վիկտոր Օրբանը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ստեղծել Բուդապեշտում ռուս-ամերիկյան հնարավոր գագաթնաժողովը կազմակերպելու համար, ասվում է հայտարարության մեջ։ Ուկրաինա նոր զենքի մատակարարումները մեծապես կախված կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից, հաղորդում է ABC-ն հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին։ Զելենսկին ուրբաթ օրը կհանդիպի Թրամփի հետ, փորձելով նրանից կորզել հեռահար Տոմահավք հրթիռներ, չնայած Մոսկվայի նախազգուշացումներին, որ սա կլինի քայլ դեպի որակապես նոր մակարդակի էսկալացիա։ Ուկրաինան նոր զենքի մատակարարումները մեծապես կախված կլինեն Թրամփի եւ Զելենսկու միջև ուրբաթ օրը կայանալիք կարևոր հանդիպումից, ասվում է հայտարարության մեջ։ Եգիպտոսը Սուեզի ջրանցքից տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլարի եկամուտ է կորցնում Կարմիր ծովում նավագնացության իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Ատի Նյու Դելիում իր ելույթի ժամանակ։ Մենք ամենաշատն ենք տուժել Կարմիր ծովի էսկալացումից։ Եգիպտոսն ընդհանուր առմամբ տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլար է կորցնում եւ կորուստներ կրում, ընդգծել է դիվանագետը։ Լիբանանի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Հանիբալ Քադաֆիին, Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆի որդուն 11 միլիոն դոլարի գրավի դիմաց։ Այս որոշումը քննիչ դատավորը կայացրել է հոկտեմբերի 17-ին Արդարադատության պալատում նրա հարցաքննությունից հետո։ Լրագրողներին հայտնել են նրա փաստաբանը։ Քադաֆիի 50-ամյա որդին ձերբակալված է Լիբանանում 2015 թվականից։ Նրան առևանգել են Ամալ շարժման զինյալները հարևան Սիրիայից, որտեղ նա ապրում էր որպես քաղաքական աքսորիալ, ապա հանձնել Լիբանանի իրավապահ մարմիններին։ 2017 թվականին մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել 1978 թվականին Լիբիայում անհետացած շիա իմամ Մուսա Սադրի մասին տեղեկությունները թաքցնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը դժգոհ է Ուկրաինային Տոմահավք հրթիռներ մատակարարելու գաղափարից, հաղորդում է C-SPAN-ը։ Ես իրականում ասացի դեմ կլինեք, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար Տոմահավք տամ։ Ես նրան դա ասացի, ես ճիշտ այդպես ասացի։ Նրան այդ միտքը դուր չեկավ։ Սպիտակ տանը լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը, մեկնաբանելով Պուտինի հետ իր վերջին հեռախոսազրույցը։ Հոկտեմբերի 16-ին Թրամփը զրուցել է Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Գազայի հատվածում հրադադարի հասնելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել կնոջը Մելանիա Թրամփին ռուս եւ ուկրաինացի երեխաների վերադարձի գործում նրա ներգրավվածության համար։ Երկու կողմերը քննարկել են նաեւ ռուս-ամերիկյան առևտրային հարաբերությունների հեռանկարները ուկրաինական հակամարտության ավարտից հետո։